Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ ծրագիրը, որը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում, աջակցելով Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի և արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի GCFF-ի միջոցների հաշվին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել $250 միլիոն չափով վարկ, արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներն էլ կազմում են $16 միլիոն 450 հազար ԱՄՆ, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը։ Ինչպես նշեցի, ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրին։ Հիշեցնեմ, որ ընտանիքները կարող են դիմել պայմաններին բավարարելու դեպքում կարող են դիմել և ստանալ հավաստագրեր, ինչի միջոցով կարող են գնել իրենց նախընտրած բնակավայրում և նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել և ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ը ձեռք են բերել իրենց սեփական տունը կամ բնակարանը։ Թերևս այսքանը ընդհանուր առմամբ ծրագրի վերաբերյալ մի քանի խոսքով նշեմ վարկի պայմանների մասին։ Ուրեմն վարկի չափը կազմում է $250 միլիոն ԱՄՆ, վարկային միջոցների մասհանման ժամկետ է սահմանվում մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով և առաջին 10 տարին արտոնյալ ժամկետ է սահմանվում, վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ մարումներով սկսած 2035 թվականից, այսինքն 17 տարի ժամանակացույցով, 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով և տոկոսադրույքը վարկի կազմում է SOFR-ի տոկոսադրույք, որը հոկտեմբերի 30-ը, այսինքն համաձայնագրի կնքման օրվա դրությամբ կազմել է 4,04%, գումարած 0,8% մարժա, այսինքն 4,84%։ Նշեմ նաև, որ չմասհանված գումարի վրա աշխատող տոկոսադրույքը կազմում է տարեկան 0,15% դրույքաչափ։ Ընդհանուր այսքանը, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ, շնորհակալություն։